Նարեկ Կարապետյան, համեցեք։ Պարոն Գաբրելյան, մի հատ շատ կարևոր հարց ունենք ընդհանուր կրթական ոլորտում, որը ազդում է մեր ընդհանուր տնտեսության աճին։ Գրեթե բոլոր տեղերը, բոլոր ուղղություններով, որտեղ ներդրում ենք անում, մասնագիտական կրթության բացակայության պատճառով մենք սկզբից միշտ ներգրավել ենք մարդկանց, ով մասնագիտական կրթություն չունի, տարիներով ներդրում է արվել իրենց մասնագիտական կրթության եւ վերապատրաստման վրա, որից հետո նոր կարողացել են աշխատել։ Մեր կրթական համակարգը մի հատ մեծ խնդիր ունի։ Ինքը կապ չունի տնտեսության հետ։ Պատվերը տնտեսությունը չի իջեցնում։ Գերմանիայի օրինակով, Գերմանիայում պատվերը իջեցնում է տնտեսությունը։ Մենք սովորել ենք միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, նաեւ իմ ֆակուլտետից միջազգային հարաբերությունների մասնագիտական զբաղվող 2-3 հոգի կարող է չլինի։ 200 հոգուց։ Շատ մեծ խնդիր կա, մասնագիտական առումով մեր տնտեսության աճը չի կարա լինի էֆեկտիվ, եթե մենք չենք պահանջարկը կադրերի կապում կրթական համակարգի հետ։ Ես լսել եմ, որ ձեր կուսակցության շատ ներկայացուցիչներ ասել են, որ մեզ պետք է ակադեմիական կրթություն, զարգացնել ակադեմիական կրթությունը, բայց այդ պարագայում բոլորը ակադեմիական կրթությունով, եթե խորանում են, զբաղվում են, դրա իմպլեմենտացիան մենք չենք հասկանում ոնց է մեր վրա ազդելու տնտեսության վրա։ Պետք է տնտեսությունը պատվեր տա կրթության ոլորտին։ Սա շատ կարևոր հարց է ու մեծ ազդեցություն կթողի տնտեսական զարգացման վրա։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, վերեցիք հենց հատկապես Գերմանիայի օրինակը, այս նախորդող 5 տարիների ընթացքում GIZ-ի աջակցությամբ մեր հանձնաժողով մենք մի քանի անգամ այցելել ենք Գերմանիա, այնտեղի լավագույն փորձը վերցրել ենք եւ նախորդ տարի ընդունել ենք հենց այդ ես իմ խոսքում ասացի, չգիտեմ, գուցե չնկատեցի կամ լավ չասեցի, դուալ կրթության այդ համակարգն է դրա, այսինքն մենք այո այդպես կարծում ենք, որ օրինակ քոլեջներում պետքա ուսանողը, որ ավարտում է, ինքը անմիջապես, նույնիսկ դրա նախորդող որոշակի ժամանակահատվածում արդեն իսկ աշխատատեղ ունենա։ Ինչ ենք արել, ասել ենք հարգելի բիզնեսի ներկայացուցիչներին, ասում ենք եկեք ներգրավեք քոլեջների կառավարման կամ խորհրդում կամ որևէ ձևով հուշագիր ստորագրեք եւ օրինակի համար տեսական գիտելիքները ուսանողը կստանա դասախոսից, բայց այդ տեսական գիտելիքների գործնական մասը ոչ միայն կստանա գործարարից, այլ նաև գործարարն է գնահատելու։ Եթե ավելի պատկերավոր ասեմ, հիմա տրանսֆորմատորներից եք պայմանական, խոսում ենք, էլի առանց որևէ բան։ Հիմա այդ մասնագիտությամբ սովորողը ինքը տեսական գիտելիքները ստանա քոլեջում, բայց գա ձեր մոտ, ձեր գործարանում, դուք իր աշխատանքը գնահատեք եւ դուք դառնաք իր դասախոսը որպես այդպես։ Հետո գնահատեք, ասեք օրինակ Սիսակ Գաբրելյանը, այս տեսական մասը, որ սերտել է քոլեջում, գործնական մասն է գնահատում եմ այսպես, որովհետեւ մենք կարծում ենք, որ այդ թիվը, որ օրինակ ես էլ հպարտությամբ ասի 47000, այո, համաձայն եմ ձեզ հետ։ Իսկ արդյոք մենք ունենք կամ պատկերացում ունենք, թե այդ 47000-ից քանիսն են այդ բանին, որ ավարտեն կգնան եւ կմտնեն աշխատաշուկա։ Մենք կարծում ենք, որ տանջուրպետը շատ մեծ է, այո, որոշ դեպքերում շատ մեծ է, որովհետեւ կրթական համակարգում այն ինչը որ մենք սովորում ենք, այդ բիզնեսը դա արդեն 15 տարի առաջ այդ մեթոդներով չի, իմ մոտ էլ ա եղել այդպես։ Առաջին մասնագիտության, որ սովորել եմ ԵՊՀ-ում, դրան զուգահեռ նաև աշխատում էի Հայաստանի լավագույն լրատվամիջոցներում, այն ինչը որ ես այնտեղ սովորում էի, ես հետո որ դասից հետո գնում էի աշխատանքի, ես հասկանում էի, որ ընդհանրապես մեկը մյուսի հետ կապ չունեն։ Այստեղ համաձայն եմ ձեզ հետ, բայց այդ մոդելը ներդրված է, եթե էլի այլ լավ լուծումներ, հենց գերմանական օրինակն ենք վերել, ավելին Նիդերլանդներ են եղել եւ այնտեղ նույնիսկ բիզնեսի որոշ տեսակների վրա դրած է այդ պարտավորությունը, ասում դու պայմանական ունես 100 աշխատող, տոկոսա դրած, 3 կամ 5%-ը պետքա պարտադիր ներգրավես քոլեջի ավարտական կուրսի երեխան, այսինքն բիզնեսը որ բացում է, ինքը գիտի, որ ինքը պետքա իր աշխատողների ընդհանուր թվականակի որոշակի տոկոսը ներգրավի այս քոլեջներից։ Կարող ենք նաև ավելի մենք էլ այդ մոտեցմանը գնալ եւ որոշ դեպքերում, որոշ մասնագիտությունով բիզնեսին, այսպես ասենք, պարտադրենք, որ քոլեջներից դրսեն, որտեղ մեծ հաշվով, այո, վերջնարդյունքում այդ մասնագետը թե կարմիր դիպլոմով կրնի, թե կապույտ դիպլոմով կրնի, իր արդյունքը, իր գնահատողը այն գործարարն է, որը իրան պետք է աշխատանքի ընդունի։ Արձագանք Ոչ միայն քոլեջների, այլ նաև համալսարանական կրթության մասին է խոսքը, որովհետև շատ ոլորտներ կան, որ խորը համալսարանական կրթության կարիք ունեն։ Դուք ասեք մասնագիտական այո, համալսարանում անգամ մասնագիտական, օրինակ տարբեր արդյունաբերական Բրեշա քաղաքը Իտալիայում հիմնականում արդյունաբերական համալսարանական կրթություն է տալիս։
եւ ժամանակի շատ կարեւոր է, եթե այս ուղղությամբ աշխատանք կատարվի, մեր գործընկերները այդտեղ նաեւ կարևոր փոփոխությունների առաջարկներ կանեն։ Մյուս հարցը IT ոլորտը բավական մեծ պահանջարկ ունի, բայց մի խնդիր կա, վարձերը շրջանների մեր հայրենակիցների համար բավական բարձր են, օրինակ պոլիտեխնիկական համալսարանում։ Քանի որ ով ավարտում է արագ աշխատանք է գտնում, գործազրկության հարցը, որը 100,000-ներով է մեր երկրում, մենք կարող ենք լուծել ինչ որ ձև աջակցելով, սուբսիդավորելով IT ոլորտի կրթության սակագինը, վճարը ընտանիքների համար։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան, ժամանակս չէր հերիք է, ուրախ եմ, որ հնարավորություն տվեցիք ասելու, մեր նախընտրական ծրագրում գրված է, որ սոցիալական խնդիրների կամ ավելի պարզ ասած գումարի պատճառով որևէ ուսանող, որը մոգից բարձր շեմ ունի, դուրս չի մնալու համալսարանից։ Եթե ավելի այսպես ժողովրդական լեզվով ասենք, քանի որ նաև հետևել եմ ձեր նախընտրական շրջանում, հատկապես այս բլոկի խոստումներին, անվճար է լինելու մեծ հաշվով, ես այդ բառը չեմ սիրում անվճար, որովհետև կարծում կրթությունը նախ չպետք է լինի անվճար, այլ հարցը, որ դա այլ աղբյուրներից պետք է ֆինանսավորենք։ Այո, մեր նախընտրական ծրագրում ֆիքսել ենք եւ նաեւ կառավարության ծրագրում կա եւ նաեւ կարող եմ ձեզ ասել, որ անցնող 5 տարիների ընթացքում ես չեմ հանդիպել այդպիսի դեպք մի ուսանող, որը ունի մոգի բարձր շեմ եւ դուրս է մնացել համալսարանից։ Չեմ հանդիպել եւ նաեւ արձանագրել ենք, որ այս նոր համակարգում էլ այո, պետք է այնպես լինի, որ որևէ մեկը դուրս չի, որտեղ եք հասկանանք, էլի այդտեղ մի քիչ բիզնես տրամադրություն, եթե մեկը սովորելու է, այտենց վատ է սովորելու, գուցե վնաս են կանում, որ այդ մարդուն փողը տալիս ենք, ինքը շարունակում ամանալ, որտեղ հետո ավարտելու է անիծի համ կյանքը, համ էս, ասես ինչ դժբախտ երկնքում։ Հա։ Ավարտեք բան։ Գեգամ Մանուկյան։ Եթե բարձր շեմ ունենա, հազար ներողություն, ասել ենք, չի։ Գեգամ Մանուկյան։ Մտածենք։